Արարատյան խոհանոց լավ տրամադրություն, հետաքրքիր նորություններ եւ ջերմ մթնոլորտ։ Ահա այս ամբողջ բոլոր երևույթներին ունգընտիր կլինեք, բարեկամներ, բարև ձեզ։ Եվ այդ երևույթները, նշած երևույթները մենք այսօր կմատուցենք իմ հյուրի հետ։ Իմ հյուրն է Երևան Պլազա բիզնես կենտրոնի ավագ խոհարար Արտուր Ղուկասյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ։ Ողջույն Արտուր։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Նորմալ դուք։ Լավ, տրամադրությունը լավ է, ինչի է մղում տրամադրությունը այսօր։ Տրամադրությունս մղում է համով կերակրատեսակներ այսօր պատրաստել եւ մատուցել մեր հանդիսատեսին։ Մենք միամսյակ ենք հայտարարել մեր ավանդական ուտեստների նոր մատուցման ձև, այսպես ցուցադրելու մեր հեռուստադիտողներին։ Միանշանակ այսօր կանենք հայկական արմատներով կերակրատեսակներ պատրաստել եւ մատուցել ավելի շատ եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Այսինքն ժամանակակից, չասենք եվրոպական, որտեղ Եվրոպայում կարծում եմ ոչ ժամանակակից երևույթներ կան։ Այո, միանշանակ։ Շատ լավ, ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստելու ենք ավելուկով, քամած մածունով եւ նանայով, պոպոկով, սալերաչերով նռով աղցան։ Պատրաստելու ենք աղցանը, կարծես թե մեր ավանդական աղցանը, բայց պիտի մտածենք, թե ոնց կարելի ավելի արդյունավետ ձևով մատուցել։ Շատ լավ։ Դու այս ամբողջ գործընթացի մեջ ինձ տեսնում ես որևէ բան օգնության, անպայման։ Դե գնացինք։ Եվ սկսում ենք այսպեսով, ես ձեզ կխնդրեմ մանրացնել նանան։ Այսինքն ձեռքով տերևները, հա, թե կարող եք դանակով ուղղակի պոչի մասերը, չոր մասերը, որպեսզի չլինի։ Շատ լավ։ Ես կփորձեմ կտրատել ավելուկով։ Մեր խոհարարական այսպես շրջանակներում ընդունված է քեզ համարել մասնագետ ավելի շատ թայլանդական խոհանոց։ Այո։ Ինչ դրդեց կամ ինչ հանգամանքները բերին նրան, որ դու ավելի շատ պես խորացար թայլանդական խոհանոցի։ Պարոն Մամուլյան, հանգամանքը մեկն էր, որ թող կոպիտ չընչի, ուղղակի ինձ դասավորեց իմ կյանքը, որ այդ միջավայրում հայտնվեցի ու զարգացումս այդ ուղղությամբ ավելի խորացավ։ Հարմար է կտրված։ Այո, բայց քիչ է, մի քիչ էլ ավելացրել։ Եվ այնպեսի միջավայրում հայտնվեցիր, որ քեզ ուղղակի մնում էր ուսումնասիրել թայլանդական ձեռք բերել, ուսումնասիրել եւ խորանալ այդ խոհանոցի մեջ։ Շատ լավ, եւ ուսումնասիրելուց ընթացքում հետաքրքիր լուծումներ, հետաքրքիր տեխնոլոգիաներ, այո, թայլանդական։ Այդ փորձը կիրառելի է մեր խոհանոցի մեջ, ինչ կարծիք ես։ Միանշանակ համադրություններ կարելի է անել, պարզապես իրանց համեմունքային տեխնոլոգիան եւ բանջարեղենի տեսականիները ավելի շատ են, այսինքն տեսակավորումը ավելի շատ է։ Ուղղակի մենք պիտի հասկանանք, որ ոչ թե նրանցը շատ են, այլ մենք բանջարեղեններ կա, որ չենք ներառում մեր խոհանոցի մեջ, կամ շատ մասը, օրինակ մենք վայրի ուտելի բույսեր ունենք 300 եւ ավելի տեսականի, որոնցով միայն թթվեղեն ենք պատրաստում, կամ չգիտեմ, թեյ ենք պատրաստում, կամ չորացնում ենք ինչ-որ բուժական նպատակներով։ Այդ ամբողջ համակարգը, այդ ամբողջ մեր տեսականը, եթե ներգրավենք հենց ուտեստների, հենց մեր ուտեստի համակարգ, կարծում եմ, որ արդեն կարող ենք խոսել Այս տեսակ պատասխանեմ ձեր հարցին, իմ կարծիքով չունենք այնպիսի անձնավորություն, որ այդ պատասխանատվությունը ու տվյալ բանջարեղենի զարգացումը մեր երկրում կարողանա նենց դասավորի, որ զարգացում ապրի, քանակություն լինի, մարդիկ էլ կարողանան հնարավորություն ձեռք բերել եւ օգտագործել մենք էլ զարգացնել մեր խոհանոցը։ Սկսենք փնտրել այդ անձնավորությունը, խնդրեմ գնացինք։ Տարայի մեծ լսրեք նանան կտրատած։ Իսկ մենք կտրատում ենք ընկույզը։ Ես ընկույզը կտրատեմ, դու այլ գործով զբաղվիր, հա, ես շատ եմ սիրում ընկույզ կտրատել հատկապես։ Ես էլ եմ շատ սիրում։ Ուտել թե կտրատել։ Երկուսը համատեղ։ Ավելացնում ենք սև պղպեղ։ Մի փոքր շաքարավազ։ Աղ։ Շաքարավազը ինչ նկատառումով։ Շաքարավազը ավելացնում ենք նրա համար, որպեսզի համեմունքների համերը պարզեցվի։ Ոչ միայն պարզեցվի, այլ նուրբ
լինի Նրբանա։ նրբանա։ Շատ է։ Մի հատ կտալ որ խնդրեմ կտալ։ Խառնում ենք այս ամենը։ Իսկ դու ինքդ ու փոքր մասշտաբով, չասեմ թե ամբողջ խոհանոցը փորձել ես այ քո գիտելիքները ստացված այդքան թայլանդական խոհանոց ուսումնասիրելու ընթացքում կիրառել հայկական մթերքների վրա կամ հայկական Այո, խոհանոց։ իհարկե, անպայման։ Եւ շատ նորմալ է լավ է, ստացվում։ չէ՞ ստացվում, լսնար։ Չէ, այստեղ մի լցեք, ընկույզը Նորից։ առանձին ափսեի մեջ, այո։ Այստեղ ավելացեք նաև շատ մանր կտրատված սալորաչիր, խամած մածուն եւ նոր։ Շատ լավ։ Մենք որքան էլ ասենք թե եւ կամ սպասենք այդ մարդու հայտնվելուն, կարծում եմ մենք էլ կարող ենք ինչ որ մի բան նախաձեռնել, չէ՞։ Այո։ Մեր խոհանոցի զարգացման մեջ։ Այ մեր այդ միամսյակը, որ մենք հայտարարել ենք, հենց նպատակը դա է, որ մեր ավանդական ուտեստները նորովի մատուցելու ինչ որ մի ձև գտնեն։ Եթե հնարավոր է կներեք մի քիչ բարակ կտրատեք, Ավելի մանր։ որ թափանցիկ լինի։ Երկարությամբ, բայց թափանցիկ։ Այսպես լավ է։ Այո։ Դու Ես նանային ավելացնեմ կիտրոնահյութ, այս տարբեր կոմպոնենտներ ենք հավաքում, հա, Այո։ մի մասը դες սոուսատիպ, հա, այո, նոր պիտի միացնենք։ Հա, ես կարծեմ նախնական զրույցում դու նշեցիր, որ շերտերով պիտի հավաքենք։ այո, անպայման։ Շատ լավ։ Խնդրում եմ նայես տեսնես բավական է արդյոք։ Բավական է։ Սրա մեջ նորից պիտի ինչ լսնեինք, Սրա մեջ քամած նոր մածուն։ ավելացրեք մի փոքր։ Իսկ մենք նանային կավելացնենք սև պղպեղ, կիտրոն ավելացրինք, այո, այնքան կոմպոնենտներ օգտագործեցիր, ես ընդհանուր մի փոքր բաղադրությունը նշելիս դժվարանալու եմ։ ես ձեզ կօգնեմ, մի անհանգստացեք։ Բայց այստեղ ինչի համար է։ Սա էլ քամած մածուն, ինչքան պիտի լսնեմ։ 2 ճաշի կտալուցեք բավական։ Խառնում ենք այս հարվածը։ Հարգելի հեռուստադիտողներ, մինչ մենք կպատրաստենք այդ առանձին կոմպոնենտները, ես ուզում եմ, որ մենք ընդմիջվենք եւ դուք կլսեք օգտագործվող մթերքների օգտակարության մասին հաղորդագրություն։ Բժշկության մեջ ավելուկն օգտագործել են լյարդի եւ լեղապարկի գործունեության խանգարման, մաշկային ցաների բուժման համար։ Սալորը ճարպակալման դեմ է։ Նուրը շատ օգտակար է անգինայի ժամանակ։ Մածունը նպաստում է ճնշման իջեցման։ Ես ուզում եմ գոնե մեր հեռուստադիտողներին հիշեցնել, թե ինչ արեցինք։ Նախ խաշված ավելուկին ավելացրինք Սև սև պղպեղ, պղպեղ, շաքարավազ, շաքարավազ, աղ, այո, այստեղ առանձին պատրաստեցինք, ընկույզը կտրատեցինք, սև սալորաչիրը բարակ շատ շերտերով, ավելացրինք քամած մածուն եւ նրան հատիկներ։ Այո։ Սա եւս մեկ շերտ եւ նանային նանային ավելացրեցին կիտրոնահյութ եւ սև պղպեղ, ունենք շերտերը այո, եւ այսպես սրանք հավաքենք։ բայց սրանք մեզ պետք են գալու։ Պետք է գալու, ես կտամ։ Հիմա դնենք աբսենտ, տեսնենք թե ինչ պիտի ստացվի այս մեր ամբողջ։ Ուրեմն մի փոքր այս մեր սոուսանման զանգվածը տակ ավելացնենք։ Պայմանական ասենք սոուս, իրականում մածուն հենց ինքը սոուս է որ կա։ Այո։ Ու այս ամենը արվում է նրա համար, որպեսզի կպչողականությունը ավելի պինդ լինի եւ մատուցելիս Ցեմենտում ենք այսինքն։ այո, պահի։ Ավելացնում ենք ավելուկը։ Եթե մենք համարենք, որ ընդհանրապես խոհանոցը միշտ զարգացման մեջ է, որ խոհանոց է, այ
Ես եւ վստահաբար հերոստատիտողները նկատել են հենց ասում ենք նոր մատուցման եղանակ, անմիջապես հիշում ենք շրջանակը, կենտրոնում շրջանակով դրված։ Ինչ ես կարծում, այլ զարգացում, ինչ զարգացում կարող է ունենալ այդ մատուցման ձևը։ Պարոն Մամուլյան, պարտադիր չի շրջանակ լինի, կարող լինի նաև եռանկյուն կամ ասենք ինչ-որ մի այլ հետաքրքիր ձևավորում։ Տեսքը Ուղղակի պետք է այնպես մատուցել, որպեսզի հաճախորդի համտես անողի ուտողի աշկը առաջնահերթ աշկը կշտացնի, այնուհետև շոյի գրավի, շատ լավ։ ավելացնում ենք Նորից կամացումը։ Սա արդեն իրական շերտ պիտի անենք։ Այո։ Նա դրեցինք, որ կպչի։ Այո։ Սա արդեն իրական շերտ։ Մենք տեսքով էլ կունենանք տարբեր գունային այդպես լուծումներ եւ համ արդեն մենք պատկերացնում ենք մեր բնաշխարհին հիասքանչ եւ դրախտային համերը։ Ավելացնում ենք թարմ նանա։ Դաղցով կարող ենք անել, պատրաստել։ Դաղցի մի քիչ ավելի գծված է, հա, եւ սուրը։ Ավելի խիտ է իր համը, քան թե նանայինը։ Շատ լավ։ Քանակություն օգտագործելուց կարող է ճնշումի հետ կապված խնդիրներ ունենալ։ Ոչ միայն կարող է չցանկանաս ուտել այդ կերակրատեսակը։ Շատ լավ։ Դոմինանտ կլինի, արդեն մենք ուզում ենք այստեղ ստանալ իրականում աղցանը հենց ավելուկով աղցան։ Կարող է ավելուկին ծածկի։ Այո։ Նորից ավելուկ։ Նորից ավելացնում ենք, բայց կարծում եմ այն նորից մածունից պատրաստվող։ Սա որքան էլ որ համարենք, որ նորություն է, իհարկե մատուցման ձևը եւ շատ գեղեցիկ է, բայց մենք եթե հիշենք, մենք ունենք նույնիսկ ուտեստներ շերտերով դարսովի ուտեստներ։ Այն խաշընտուրները, այն խաշլամաները, որ անում էինք շերտերով, այդ թվում նաև քաշիկայի տեսակները, հիշում ես կավի դաշտի խաշլամա։ Այո։ Եվ ավելացնում ենք նանա։ Վերջի շերտն է։ Այո։ Վերջի շերտը նանայով։ Ես ուղղակի ուզում եմ նաև հասկանալ, ես արդեն խոսում եմ որպես այս ուտեստը ճաշակող, ես պատվիրեցի այս ուտեստը, այս աղցանը եւ սրա պատրաստման վրա մենք ծախսեցինք մոտավորապես 10-15 րոպե հավաքելու վրա։ Կարելի է ավելի արագ աշխատել ու պարզապես որ զրուցում ենք եւ փորձում եմ ձեզ աշխատացնել, մի քիչ գնավում եմ։ Եվ փորձում ենք գտալի օգնությամբ Կարող ենք մի քիչ ձեթապատել, հա։ Ոչ։ Ինքը սահուն է։ Եվ որպես գեղեցկություն, դիզայն, ոնց որ ասում են, կարող ենք օգտագործել նաև որ խնդրեմ կտակ։ Այո։ Արդեն իսկ չոր ավելուկը։ Այսպես ավելացնենք մռանատիկները։ Արտուր ջան, ես կարծում եմ, որ ոչ բոլոր տնային տնտեսությունները կունենան օղակներ, չէ՞, այդպես խոհարարական։ Այո։ Եվ ուզում եմ մեր հեռուստատիտողներին ուղղակի խորհուրդ տալ, եթե չկա օղակ, ապա մենք կարող ենք նույնիսկ այսպիսի այդպես պնակի մեջ մի քիչ ձիթոտել, ձեթով այդպես օծել ափսեն, լցնել այնտեղ նոր շրջել։ Կարող ենք։ Այո, կարող ենք, իհարկե։ Այս գեղեցիկ աղցանն էր, որ մենք մեծ ուշադրությամբ եւ հոգատարությամբ Արտուրի հետ պատրաստեցինք։ Արտուր ջան, դու ինչ ցանկություն կամ խորհուրդ ունես մեր հեռուստադիտողներին։ Լինեն նրանք տնային տնտեսուհիներ, թե լինեն սկսնակ խոհարարներ։ Ինչ կցանկանաս։ Ցանկանամ տնային տնտեսուհիները լինեն տնային տնտեսուհիներ, խոհարարներն էլ, ովքեր փորձում են զարգանալ իրենց աշխատանքի մեջ, լինեն հմուտ եւ հանրահայտ խոհարարներ։ Շատ շնորհակալ եմ։ Ապրես դու հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արտուրին իր այդ գեղեցիկ մտահղացումը մեզ
մեզ համար լուսաբանելու համար եւ ցանկանանք, որ դառնա հմուտ եւ լավ խոհարար, խորանա նաեւ ազգային խոհանոցի մեջ։ Ապրես դու Արտուր ջան։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էր, որ մենք այսօրվա համար պատրաստել էինք, ուզում եմ, որ մենք լինենք առողջ եւ ողջամիտ եւ թող միշտ հպարտ լինենք հայ լինելու համար։ Ցտեսություն բարեկամ։ Ավելուկով աղցան, ավելուկ 50 գրամ, քամած մածուն 100 գրամ, սալորաչիր 3 հատ, նրան հատիկներ 30 գրամ, նանա, լիմոնի հյութ, աղ, շաքարավազ, սև պղպեղ, բարյախորշակ։